Ողջույն ժողովուրդ ջան։ Նոր լսեցի Սեդա Սաֆարյանին։ Մի հատ լսենք։ Գործոնների մեջ թվարկված է արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա այն տեսանկյունից, որ հայտարարություններ են արվել ի պաշտպանություն իշխանության եւ այլն, այս կարգի հանգամանքներ նշվել են։ Ես հիմա հարցնում եմ, այդ գործոնները, որոնք ձեզ ազդող են եղել ընտրողի կամքի վրա, կարող են նաեւ ազդող լինել այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին ասեմ, դրան հաջորդել են նաեւ որոշակի գործողություններ լարսում գործարարներին զրկելու Բարձր դատարան խնդրում եմ Բարձր դատարան քաղաքական նկարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սա ինձ հետո առանց դատանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն։ Բարձր դատարան առարկությունները Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Արձանագրենք, որ Սեդա Սաֆարյանը մխեց։ Բայց դու խի տենց վատացար, հոպար, Նախ առաջինը ուզում եմ անդրադառնամ այն փաստին, որ դու չես գիտակցում, որ դու բարձր դատարանում ես։ Այն որ ասում ես շանտեղ չես դնում, էլի, որովհետև դու իրավունք չունեիր մոտենայիր, առավել եւս sense մտ զնգստեիր, sense մտ քեզ թափ տայիր, հա? Անդաստիրակի պես քեզ պահեիր։ Այո, դա իմ կարծիքն է քո մասին։ Դու քեզ անդաստիրակի պես ես պահել, դի մեկ։ Երկրորդը, հələ մի րոպե, Լեն, որ ասում минуточку, я записываю, со мной помедленнее։ Չհասկացա, արայի հոգնածներ։ Ուրեմն դուք Պուտլերի դեմքով, բացեի բաց, հրահրում եք ժողովրդին, սադրում եք ժողովրդին, խաբում եք ժողովրդին, աշխարհի սուդը բերում լցնում եք ես ազգի գլխին, այդ ռուսական ալիքներով, տելեգրամյան կանալներով ու եսիմ ինչ չարու չատլախներով դնում եք ժողովրդիս ահաբեկում, խաբում, չգիտեմ, ինչ ասես անում եք, Պուտլերն էլ բացեի բաց, ասում որ Հայաստանի Հանրապետությունում քաղ բանտարկյալներ կան, ռուսամետներ կան, որոնք ճնշվում են, ու թույլ տվեք, որ իրանք մասնակցեն եւ այլն, գումարած, որ հենց ընտրություններից առաջ բռնումա որոշ ապրանքներ զապրետ ադնում, որ մտնի Ռուսաստան, հենց այդ սեզոնային ապրանքները, ջերմուկից բռնած վիդիտիլի արդեն թույնա, հա? Ռուբլները այնտեղ տուտուզներն են պատառոտում, անգամ արտահայտություններ անում, որ մեղքի զախվատ ենք անելու Հայաստանի Հանրապետությունը, այսինքն ահաբեկելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ պատերազմա գալու իրանց գլխին, հա? Դա ազդեցություն չի։ Բայց ինչ հա թե Եվրոմիության անդամները հարգում են Փաշինյանին, ձեռը սեղմում են, փաթաթվում են։ Հենց այն Արմենն է, որ սենց բաներ անում է։ Այդ ո՞նց հա ստացվում։ Էլիտ վայնի ստանդարտի, բանտունի, բա կեր համով։ Սեդա Սաֆարյանը մխել է։ Շատ ճիշտ է ասել։ Բայց ո՞նց է ստացվում։ Եվրոպայի կողմից էդի ազդեցություն է, իսկ ձերը սենց հա էլի սենց հատ քամի է, էլի, ազդեցություն չի, հա? Այդ սաղ է ձեր ֆեյքերը, ֆեյքաստանը, հա? Այդ Ռուսաստանից այդ ահաբեկչությունները, այնտեղից մարդկանց զորով բերելը, ոմանց փողով բերելը, ոմանց զորով, ճնշելով, բիզնեսմեններից բռնած։ Դա ազդեցություն չի։ Իսկ Եվրոպան ինչա թե ասում է Նիկոլ Փաշինյանին հարգում ենք, մաղթում ենք իրան հաջողություն ընտրություններում, ազդում է, ազդեցություն է։ Դու էլ հելար սենց մի հատ քեզ պատառոտեցիր։ Իա, լուրջ։ Չէ, ես կոնկրետ Մերիտոմյանս գիտեմ, որ ընդդիմության կողմից այս սահմանադրական դատարան դիմելը կապիկություն է։ Ես գիտեմ դա։ Ինձ պետք է որ ձեր համակիրները են հարիվները, որ ձեզ հավատացել են, մտածել են ձեր այդ ասած ստերը, որ դա ճիշտ է, որ ինչ որ Արցախի հետ բերելու, որ ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, սա թուրքահպատակ ինչ որ գործողություններ է, հավատացել են ձեր կողքը կանգնել են, ու հիմա նայում են ձեր կապիկությանը։ Ճիշտ ասած, մի երկու հոգու արդեն տեսել եմ ինչ մանթով վիճակ է իրանց մոտ, ոչ թե որ պարտվել եք, այլ պարտվելուց հետո ձեր գործողությունները հեչ նման չի ձեր բառերին, ձեր ասած խոսքերին։ Ու այդ մարդիկ, ովքեր որ ձեզ հավատացել են, ձեզ սատարել են, իմ մեղքը տալիս է։ Ամենայն ազնվությամբ եմ ասում, մեղքս տալիս է, որտեղ օր ու գիշեր իրանք գիտեին, թե իրանք արդար պայքար են տանում։ Մեզ էլ թուրքահպատակ էին ասում, զոմբի էին ասում։ Այ հիմա թող պարզ տեսնենք դուք ով եք։
Որ անգամ այս սահմանադրական դատարան մտնելը կապիկություն է ձեր կողմից։ Դուք շատ լավ գիտեք, որ ԿՊ-ի կողմից ոչ մի խախտում չի եղել, ոչ մի կաշառք չի եղել, իսկ դուք բացեի բաց։ Դուք անգամ չեք էլ մտածել ծածկեք, կոծկեք, թաքուն անեք, որովհետև այնքան վստահ եք եղել, որ հայ ժողովուրդը փողով այս երկիրը ձեզ է տալու։ Այդ թե ինչի վրա եք դուք վստահ եղել։ Ու այն մարդիկ, ովքեր որ փողերի չարխերի մեջ են եղել, իրանց էլ մի հատ ձեր մամայի կուտն եք բերե տվե, որ դուք ընտրվեք, իրանք բոլորը ազատվելու են, բայց ցավոք սրտի հիմա բոլորը իրանց վզներին այդ հոդվածները տանելու են մինչև կյանքի վերջ։ Էսի գոնե ձեր համագիրներին, ձեր սատարողներին թող դասնի, թե դուք այս 35 տարի Արցախի հետ կապված ինչքան կապիկություն եք արել, Եղեռնի հետ կապված, Թուրքիայի հետ կապված, հարաբերությունների հետ կապված, ինչքան կապիկություններ եք արել, լոկ խոսքեր, պաթոսներ, պաթոսախեղտ եք արել ժողովրդին։ Դուք կայֆավատ եք եղել, այս ժողովրդին պատանդ պահել։ Այդքան բան։ Այ որ ժողովուրդս ամբողջովին ժողովուրդը սա հասկանա, կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի թրքահպատակ գործողություն չի անում։ Ինչ որ նա անում է այս երկիրը պահելու համար, որովհետև այս երկիրի ճակատագիրը մազից էր կախված։ Մազից։ Ու ինքը փառքը շատ փրկեց այս երկիրը, դրոշը պահեց, իսկ հիմա զարգացնում է, ներդրումներ է բերում, ամեն ինչ անում ժողովրդի համար, բայց դուք վիժվածքներ, ամեն ինչ եք անում, որ դա զրոյան է, բայց ինչքան էլ դուք ճղվեք, դա ձեր մոտ չի ստացվելու, որտեղ այս ժողովուրդը իր սեփական աչքերով է դա տեսնում, իր սեփական մաշկի վրա է դա ազգում, առավել եւս մարզերը, որոնց դուք երբեք շանտեղ չեք դրել, այն որ ասում եք գյուղացին խափի բան, գյուղացին որ գնում ազուկարան, 100 միլիոննա ձեզնից է դուրս գալի, ձեր նման կապիկներից։ Այսքանը, նենց որ Սեդա Սաֆարյան, ռեսպեկտ։